Կրանով ուղեղ են լվանում։ Այդ աղետների ետևում կանգնած էին եգիպտական չաստվածները։ Ֆանատիկ են, ասում են շատերը։ Ուզում եմ զարմացնես։ Փաստորեն, բացի աստվածաշնչյան կերպար լինելը, նաև եղել է այս անձը։ Ինքը հաստատ կանգնած է իր խոսքի ետևում։ Արդեն 5-րդ էպիզոդում ենք։ Աստվածաշնչում գրված իրողությունների հավաստիությունն ուսումնասիրել են դարեր ու տարբեր դիտանկյուններից՝ հնեաբանական, պատմական, եղած մարգարեությունների իրականացման, տեքստերի ճշգրտության։ Ինչ որ բանի իրողությունը սովորաբար հաստատվում է համեմատության մեջ։ Եթե պատմության ինչ որ գրքում, դասագրքում գրված է, որ այսինչ թվականին այսինչ երկրների միջև եղել է պատերազմ, ու նույն այդ ինֆորմացիան կրկնվում է նաև այլ երկրների պատմության գրքերում, սա նշանակում է, որ սա հավաստի ինֆորմացիա է ու ավելի շատ է հնարավոր հենվել այս ինֆորմացիայի վրա։ Այսօր փորձելու ենք տեսնել, թե արդյոք այն ամենը, ինչ տեղ է գտած Աստվածաշնչում, ունի զուգահեռ տեղեկատվության աղբյուրներ։ Այն, որ եղել է Քրիստոս մարդը, ով մահացել է ու հարություն է առել, դա պատմական անհերքելի փաստ է։ Մենք այսօր էլ ճամփորդում ենք Իսրայել, չէ՞, գնում ենք այն վայրերը, որտեղ եղել է օրինակ Քրիստոսի գերեզմանը, իհարկե հիմա մարդիկ դա սրբացրել են, ինչ որ այլ վայր են ստացել, բայց եթե այդ ամեն ինչը լիներ հորինված, այդ լոկացիաները չէին լինի։ Աստված որքան էլ որ գործում է մեր տրամաբանությունից վեր, ինքը հաստատ կանգնած է իր խոսքի ետևում, փաստերով, հետո տեսնում ենք մարգարեների գրվածքներով, չէ՞։ Ասում է Աստված նաև խոսեց մեր հետ իր որդու միջոցով ուղարկեց երկիր եւ նաև խորհրդանիշներով։ Ան կհիշես Իսրայելի պատմությունը, երբ որ Հեսուն արդեն պիտի առաջնորդեր ժողովրդին դեպի խոստումի երկիրը, ու Աստված Հորդանան գետը ցամաքեցնում է։ Ու ինչ է ասում, ասում է, այս քարերը վերցրեք, որպեսզի դուք ձեր հաջորդող սերունդներին ցույց տաք, թե ինչ արեց Աստվածը։ Ինչ խոսեց, այն էլ արեց։ Քարից խոսեցիր, ուրեմն 1961 թվականին, եթե չեմ սխալվում, Կեսարիա քաղաքում գտնվել է քարի մի սալիկ, որի վրա գրված է եղել Պիղատոսի մասին, ինքը կոչվում է Պիղատոսի քար։ Պատկերացրու, ընդամենը 20-րդ դարում է սա գտնվել։ Գիտենք, որ Պիղատոսը նաև հայտնի աստվածաշնչյան կերպար է։ Նույնն հռոմեական կառավարիչն է, ով Հիսուսի դատավարությունն անցկացրեց ու ի վերջո խաչելության որոշումը կայացրեց։ Փաստորեն, բացի աստվածաշնչյան կերպար լինելը, նաև եղել է այս անձը։ Կան նաև այլ վերջերս հայտնաբերված սեպագիր արձանագրություններ, որոնք էլի փաստում են Աստվածաշնչի հավաստի լինելը։ Օրինակ, Աստվածաշնչում առանցքային կերպար է 5 կտակարանում Դավիթ թագավորը։ Գիտենք, որ գրված էր, որ Հիսուս Քրիստոսը պիտի ծնվեր Դավթի սերնդից, այսինքն Հիսուսի երկրային հայրը պիտի սերեր Դավթից։ Ուրեմն 1993-94 թվականներին Թելդան քաղաքում հայտնաբերվել է արամեերեն լեզվով գրված սեպագիր արձանագրություն Դավթի տան, այսինքն Դավթի տոհմի մասին։ Ոնց է, չէ՞, պահպանվել, ասում ես։ Ու հիմա որ բացենք Աստվածաշնչի նոր կտակարանի Մատթեոսը, չէ՞, Մատթեոսն է, չեմ սխալվում։ Տեսնելու ենք մի աշխարհ անուններ, դրանք մեզ համար ձանձրալի են թվում, բայց դրանք փաստեր են։ Հերթով գնում է այն մարդկանց անունները, ումից որ պիտի գար Հիսուսը, որպես Դավթի որդի նաև, չէ՞, ասում է Դավթի սերնդից կգա փրկիչը։ Որպես կանոն, ինձ թվում է բոլոր աստվածաշնչ կարդացողները գոնե սկզբում բաց են թողնում բոլորես գլուխները, երբ որ էջերով կարող է գնա ազգանուն ազգանվան հետևից կամ տղամարդու անուն տղամարդու անվան հետևից, բայց փաստորեն այս ամենը իսկապես կարևոր է հետ գնալու ու այս բոլոր անունների մարդկանց եղելությունը հաստատելու ու ապացուցելու համար։ Շատ զարմանալի, Աստվածաշունչը շատ։ Ուրեմն մի օր վերցրեցի, հերթական անգամ պիտի կարդայի, ու կարելի էր ասել մարտահրավերն է տալով Աստծուն, ասի ես ուզում եմ դու ինձ քո խոսքով զարմացնես, որտեվ ես գիտեմ, որ դու ասել ես, չէ, որ հավատքը գալիս է լսելուց, լսել է Աստծո խոսքից, այսինքն պիտի նենց հավաստին բան լինի, որ ես տեսնեմ կարդամ, ես հավատամ, դա ճշմարտությունը լինի։ Հիմա բոլորս հիշում ենք Եգիպտոսի աղետների պատմությունը, չէ՞, Աստված ինչ հրաշքներ արեց, հրաշքներ Իսրայելի ժողովրդի համար, բայց աղետ Եգիպտոսի ժողովրդի համար, որտեղ Աստված իր ժողովրդին պիտի պաշտպաներ ու հաներ ստրկությունից։ Ու ինչ եղավ Եգիպտոսում։ Նեղոսը կարմրեց,
չգիտեմ, գորտեր լցվեցին փարավոնի սենյակ անգամ, շանաճանճեր, համաճարակներ, չէ, կատնասունները սատկեցին։ Ու հիմա ես ինքս ինձ հարց եմ տալիս, սկսենք հենց գորտերի պատմությունից։ Ասում եմ, լավ, ինչի օրինակ գորտեր լցվեցին, չէ, ոչ թե այլ ինչ-որ երկկենցաղ ու ապշեցուցիչ է։ Հետո կարդում եմ այլ հոդվածներ, մեկնաբանություններ այլ աստվածաբանների ու ինչ են ասում, որ այս բոլոր աղետները Եգիպտոսի աստվածներին խայտառակելու համար էր։ Պատկերացնում ես, որ եգիպտացիները ունեցել են գորտի դեմքով մարդու մարմնով աստված։ Եթե չեմ սխալվում, Հեքեթ էր անունը։ Հա, Հեքեթ, որը համարվում էր պտղաբերության աստված, աստվածուհի։ Ու այդ ամեն ինչ անելով, ոնց որ Աստված ցույց տար, լավ, եթե դուք ունեք Հեքեթ աստծուն ու Հեքեթ աստվածուհին ճշմարիտ է, դե թող այնպես անի, որ ոնց գորտերը լցվել են, տենց էլ վերադառնան ամեն մեկը իր տունը։ Ինչի՞ չի պատահում։ Հա, այստեղ սկիզբն է։ Ես չգիտեի, որ իրանք անգամ Նեղոսի աստված ունեին, Ապիս կամ Հապիս անունով, պատկերացնում ես։ Անցնենք ճանճերին։ Ես այս ընթացքում էլ ասեմ, որ էկրաններին կտեսնեք այդ նկարները, դրանք Վիկիպեդիայից հանված նկարներ են, որտեղ սիրում ենք բոլորս գնալ ու գտնել նյութեր ու շատ արագ հավատում ենք, այնպես որ սրանք մեր հորինվածները չեն կամ ինչ-որ անվստահելի աղբյուրներ չեն։ Այդ նկարները հիմա կտեսնեք էկրանին իրենց աստվածներին։ Անցնենք ճանճերին։ Ուրեմն Ելից 8:20-ից 32-ում ասում է. այս պատուհասը եգիպտացիների տները ու երկիրը լցրեց ճանճերի ամպերով, ինչը մեծ տառապանք պատճառեց նրան։ Ուրեմն Բեզեբուղ կամ Բաալ Զեբուղ անունով աստված ունեին, փղշտացիներն էլ են պաշտել էկրոնում։ Այս աստվածը համարվում էր ճանճերի տերը։ Մեր բանից դուրս է, չէ, պատկերացումից, բայց այո, ունեցել են նման աստված։ Ու հрьяաները հետո այդ անունը ասոցացրել են դիվահարության հետ։ Կհիշես այն պատմությունը նոր կտակարանի, որ Քրիստոսի մոտ դիվահար մարդ են բերում, ինքը ազատ է արձակում, բայց պտտվում ասում են Բեսեբուղով արեցիր այս ամեն ինչը։ Ու հիմա նայեք, ոնց կարա այս ամեն ինչը լինի հորինվածք։ Բառացի նշված են այդ աղետները ու նշված են, որ այդ աղետների ետևում կանգնած էին եգիպտական աստվածներ, չաստվածներ ավելի ճիշտ, ում վրա իրանք հույս էին դրել։ Ու Աստված ամեն մի աղետով ցույց է տալիս, որ չկան այդ աստվածները, դրանք կորքեր են։ Կամ ոնց հետո թղթերում գրում է առաքյալը, ասում է իրանք թեկուզ ականջ ունեն, բայց իրանք չեն լսում, իրանք աչքեր ունեն, բայց չեն տեսնում, իրանք կենթանի չեն։ Կոպիտ ասած ճանճին ես պաշտում, հա, քեզ ճանճով կլինի քո աղետը, գորտին ես պաշտում, գորտով կլինի քեզ քո աղետը։ Ինչի համար, ուղղակի որովհետև նրանց համար ովքեր պատմությունը չգիտեն, որպիսի հրեա գերիներին Եգիպտոսի փարավոնը բաց թողներ։ Մովսեսը մոտենում է, խնդրում է, որ բաց թողնի, ինքը հրաժարվում է անգամի հետևից եւ արդեն ամենավերջում պատմության նոր տեղի են ունենում այս 10 աղետներ։ Ու գիտես ինչն է հետաքրքիր, էս էլ է զարմանալի, ինձ թվում է ովքեր դեռ նոր են սկսում ծանոթանել այս պատմության հետ, հաստատ իրենց մոտ այս հարցը կառաջանա, որ Աստված ասում է, ես իր սիրտը կխստացնեմ, որ իմ հրաշքները ցույց տամ։ Ինչքան մանրակրկիտ պլանավորված է, չէ, Աստծո գործողությունները։ Խելքից դուրս։ Իսկապես։ Եգիպտոսից խոսեցինք, ես այսօր պատմական ակնարկների մասով ուրեմն հնեաբանական աշխատանքներ են իրականացվել այնպիսի լոկացիաներում, ինչպիսիք է Ավարիս մայրաքաղաքը, որի ավերակներն են հայտնաբերվել, եգիպտական քաղաքի մասն է խոսքը, ու այդ ավերակներից հնեաբանները եկել են այն եզրահանգմանը, որ մեր թվարկությունից առաջ 1650-ից 1550 թվականների ընթացքում այդ տարածաշրջանում եղել է սեմիտական ժողովրդի ներկայություն, այսինքն հրեական։ Սա փաստ 1, որ Եգիպտոսում այդ ժամանակաշրջանում եղել է հրեական ներկայություն։ Երկրորդ հետաքրքիր բանը, եգիպտացիները առհասարակ սովորություն չունեին արձանագրելու իրենց պարտություններն ու աղետները։ Բայց նույն այս ժամանակաշրջանին մոտ թվերին, հստակ թվերը իհարկե ոչ ոք չի կարող ասել, բայց գոնե դարաշրջանը համընկնում է, արձանագրված է այսպիսի բան, որ Եգիպտոսում մեծ քաոսի ժամանակաշրջան էր։ Ուրեմն սա գրված է Իպուեր պապիրուս կոչվող փաստաթղթում կամ մագաղաթի մեջ թարգմանաբար նշանակում է Իպուերի խրատներ։
ու նկարագրվում է Եգիպտոսի այս մեծ քաոսի ժամանակաշրջանը հետևյալ բնութագրիչներով. կարմրած գետ, Նեղոսը, ժանտախտ, վարակներ, մահեր։ Պատկերացնում ես, այսինքն կան նաև պատմական փաստեր այս մասին։ Հետո եւ կարևոր ինֆորմացիա ստրուկների ապստամբություն։ Հասկացանք, որ կար հրեական ներկայություն Եգիպտոսում, հրեաները գերի էին, պիտի ազատ արձակվեին, այսինքն իրանք դուրս եկան Եգիպտոսից ի վերջո, ստրուկների ապստամբությունն քեզ մեկ, Նեղոսի արյուն դառնալը, ինչպես Աստվածաշնչում է գրված, եւ այստեղ Նեղոսի կարմրելը 2, ժանտախտ, իմ գիտենք, որ վարակ է տարածվում, չէ, ու մահանում են առաջնեկները, նաեւ առաջնեկները, ամեն տան առաջնեկը, բացառությամբ հրեաների տների, որոնց վրա գառնուկի արյունը կար։ Մի ուրիշ հետաքրքիր այսպես շրջանառվող ինֆորմացիա էլ կա, սա պատմականորեն, հնեաբանորեն հաստատված չի, բայց այս մասին նկարահանված են փաստագրական ֆիլմեր, կան հաղորդումներ ու հոդվածներ։ Ամեն դեպքում ինքը մեծ աղմուկ բարձրացրած թեմա է, որ Կարմիր ծովից գտնվել են եգիպտական կառքերի զենքի զրահի մնացորդներ։ Ես էլ եմ շատ լսել։ Չգիտենք երբ ու ոնց ու արդյոք կհաստատվի, ամեն դեպքում սա էլ ոչ հաստատված շարքից։ Մենակ Աստված կարար վերցներ մի ամբողջ ստրուկ ազգ, վրամիկ աշխատավոր ժողովուրդ ու իրա ոտքերի տակ պարտության մատներ մի հատ հզորագույն կայսրության։ Կարմիր ծովը բացեր այն ժամանակ, որ իրա ժողովուրդը պիտի անցներ ու փակեր այն ժամանակ, որ պիտի եգիպտացիների բանակ անցներ։ Ինչ զորավոր է, ինչ հավատարիմ է, չէ՞, ինքը իրա ժողովրդի հանդեպ։ Ու հիմա գուցե մեկը ասի, բայց մի տեսակ հեքիաթ է։ Կարմիր ծով բացվել, փակվել, երբուզի եւ այլն։ Մի հատ այսպեսի օրինակ եմ ուզում բերել։ Մենք տեսնում ենք, չէ, արև, լուսին, լավ, լուսինը ինչ որ ձևով հաշվենք մարդը գնացել է, հետ եկել, պատկերացում ունի աստղերի մասին, հա, վերցնենք։ Իրանք մեր համար մեր խելքից դուրս են, չէ, այսինքն որոշակիորեն անըմբռնելի են, որովհետեւ ընդհանուր առմամբ տիեզերքը որովհետև մարդուց միլիարդավոր տարիներ է պետք գնալու աստղը ուսումնասիրելու համար, արևի մասին էլ չասեմ, այնտեղ չի էլ կարա հասնի, չի էլ կարա մոտենա արևին, բայց այդ ամեն ինչը փաստացի կա, չէ, կարա մեկը ասի, որ չէ, չկան, իլյուզիա է դա, երկնքում արև չկա կամ երկնքում աստղ չկա, դա ձեզ թվում է, ու եթե կա մի բան, հետեւաբար դա ինչ որ ձև արարվել է ինչ որ մեկի կողմից, այսինքն եթե մենք ընդունում ենք, որ աստղը, արևը կամ տիեզերքը արարված է Աստծո կողմից, այդ քիչ դուրս երևույթները, հա, ինչ դժվար բան է Աստծո համար, մի հատ կարմիր ծով բացելն ու փակելը։ Գիտես, ես չեմ զարմանում բոլոր այն մարդկանց վրա, ովքեր Աստվածաշնչի պատմություններին նայում են որպես հնարավոր է առասպելներ, որովհետև դրանցում շատ գերբնական բաների մասին կա գրված, որոնք մենք այսօր չենք տեսնում։ Ու ինչ որտեղ նորմալ է, ու ես չգիտեմ, եթե ես անցած չլինեի այն ճանապարհը, որը անցել եմ, կամ մեծացած չլինեի այն միջավայրում, որում մեծացել եմ, ես ինչպես կընկալեի Աստվածաշունչը, ինձ համար ինքը ինչ տեղ կունենար։ Ամեն դեպքում մեր այս քննարկումը ուղղակի հրավեր է, որ յուրաքանչյուր մտածող մարդ իրեն մտածելու տեղ տա։ Չէ, որովհետև հա կան փաստեր, որոնք անհերքելի են։ Ինչքան էլ մենք մտածենք, որ դա անհնար երևույթ է, այդպիսի բան չէր կարող տեղի ունենալ, այսօր էլ տեղի չի ունենում, բայց կան փաստեր, որոնք անհերքելի են։ Ու լավ կլինի, որ մենք գոնե կյանքի ընթացքում այդ տարբեր փազլի մասերը իրար կպցնենք, որ ինչ որ չափով այդ պատկերի ամբողջական պատկերի մասին պատկերացում ունենանք։ Հետաքրքիր մի բան կա, Աստվածաշնչում ժողովուրդ կար, որը համարվում էր առասպելական ժողովուրդ, այսինքն այդ ժողովրդի մասին խոսքս քետացիների մասին, հա, գրված Աստծուննդոց գրքում Աստվածաշնչի, Ելից գրքում, Երկրորդ Թագավորաց գրքում, որևէ այլ տեղ, որևէ այլ երկրի պատմության մեջ, տարածաշրջանի պատմության մեջ ընդհանրապես չի հիշատակվել։ Մինչև վերջերս։ Այս ժողովուրդը, որ Աստված ասաց, ես քո առաջից իրանց կտանեմ, որ դու գնաս ու խոստանի երկիրը բնակ։ Այդ ժողովուրդների շարքում քետացիներ են կոչվել, իրանք կոչվում Աստվածաշնչում, իսկ ժամանակակից հայերենով խեթեր։ Եթե նույնիսկ Google-ում, Wikipedia-ում որոնում տակ խեթեր, բավականաչափ ինֆորմացիա կա իրենց մասին։ Ուրեմն 19-րդ դարի ավարտին ու 20-րդ դարի սկզբին հնեաբանները
ժամանակակից Թուրքիայի տարածքում Խաթուսա քաղաքում հայտնաբերել են սեպագիր արձանագրություններ, ըստ որոնց Խաթուսան եղել է խեթական քետական կայսրության մայրաքաղաքը։ Ու սա եղել է ոչ թե ուղղակի ինչ-որ ժողովուրդ, այլ եղել է ժամանակի հզոր տերություններից մեկը, որը մրցակցել է Ասորեստանի հետ, մրցակցել է Եգիպտոսի հետ բրոնզի դարաշրջանի ավարտին մոտ։ Ու հետաքրքիր է, երբ որ այս մասին ինֆորմացիա էի հանում, օգտվելով համացանցից, այս նախադասությունը կարդացի համացանցում բոլորովին իմ կողմից հորինված ու շարադրված նախադասություն չի, ես ուղղակի անգլերենից թարգմանել եմ հայերեն։ Ասում է հին խեթական կայսրության մասին բացահայտումները աստվածաշնչյան հղումների ծանրակշիռ հնեաբանական հաստատություններ են։ Ուղղակի եւս մի կարևոր փաստ, որը ապացուցում է աստվածաշնչի հավաստիություն։